Ինձ խնդրեմ առաջինը Աստրիկ Բեդևյան։ Շնորհակալ եմ շատ, ես երկու նախարարներին էլ հարցեր ունեմ, տիկին նախարար, ձեզնից կուզենայի նախ իմանալ, ինչ փուլում են խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու քննարկումները, արդյոք կա երկիր, որը ընդդիմանում է համաձայնությանը եւ եթե չկա, երբ կտրամադրվի գումարը։ Պարոն Միրզյան, ձեզ միանգամից հարցս ուղղեմ, Ադրբեջանը չի նահանջում թե Մինսկի խումբը լուծարելու, թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջներից նախքան պայմանագրի ստորագրումը, ձեր վերջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր այսպես փակագծեր բացեք, արդյոք ստորագրման հեռանկարը կարելի է փակված համարել, քանի դեռ Հայաստանը օրինակ չի լուծարել Մինսկի խումբը եւ մայր օրենքում փոփոխություն չի կատարել։ Շնորհակալ եմ։ Thank you very much for your question. I believe you are speaking about European peace facility. Եվրոպական խաղաղության գործիքի մասին ես կարող եմ իմ երկրյանից խոսել, Սլովենիայից միմիայն, Սլովենիան աջակցել է վերջնական առաջարկը Եվրոպական Facility Fund-ի աջակցության նախաձեռնությունը մենք սատարել ենք, որպեսզի հեղազինված ուժերին սատարենք, պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել։ 10 միլիոնի ծրագիրը անցած տարվան էր վերաբերում։ The 10 million project was for last year. Գումարը մի փոքր ավել է, մի փոքր ասելով կրկնապատիկն է։ Եվ քննարկումները, ինչպես տիկին նախարարը ասաց, շարունակվում են։ Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի։